Բարև ձեզ։ Անկախության իրացում թեմայի շրջանակում մենք այսօր կանդրադառնանք ճարտարապետությանն ու քաղաքաշինությանը։ Ինչ ուղերձ է պարունակում արդի ճարտարապետությունը, պարունակում է արդյոք։ Թեմայի քննարկման համար տաղավար են հրավիրել ճարտարապետ Գարեգին Եղոյանին եւ ճարտարապետ քաղաքաշինարար Սարհատ Պետրոսյանին։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Հայտնի է, որ ճարտարապետությունը ամենաակնառուն է արտահայտում ժամանակաշրջանի մտածողությունը։ Ինչ մտածողություն է ձեր կարծիքով արտահայտում անկախության շրջանի ճարտարապետությունը կամ արտահայտում է արդյոք մտածողություն։ Լավ, ես փորձեմ պատասխանեմ, ոնց որ պայմանավորվեցինք։ Դուք ճիշտ նկատեցիք, ճարտարապետությունը շատ ակնառու է եւ ամենացայտուն հայելին է ժամանակաշրջանի եւ մտածողության։ Դրանով ինքը արվեստ է։ Բայց մեր մեջ կարծես ես շատ չեմ տեսնում անկախության ոգևորությունը ճարտարապետության մեջ։ Ես այլշից սպասելիքներս այնպիսին էին, որ անկախությունից հետո մարդը մի քիչ ավելի ազատ է, աշխարհն է բաց իր առջև, արվեստագետի առջև, ինքը կարող է ինտեգրվել աշխարհին, որովհետև ճարտարապետությունը դա կոմունիկացիայի լեզու է նաև, որով դու կարող ես ինչ-որ բան ասել եւ ինչ-որ բան ստանալ։ Ես մեր մեջ շատ չեմ տեսնում այդ ոգևորությունը անկախության, ես ավելի շատ տեսնում եմ ազատության բացակայություն։ Ճարտարապետությունն էլ փայլուն արտահայտում է այդ ազատության բացակայությունը, մի քիչ կաշկանդվածություն, մի քիչ վախ, մինչև այսօր այս 25 տարվա կառույցների մեջ ես այդ կերպարը չեմ տեսնում, այսինքն նորովի մեկնաբանել ժամանակը եւ փնտրել նոր արտահայտչամիջոցներ, միջավայրը արժևորել, մի քիչ կարծես մենք այդ հարցում հետ ենք մնում։ Դա իմ անձնական երկե կարծիքն է։ Այսինքն կարելի ասել, որ ինչ որ իմաստով մեր արդի ճարտարապետության մեջ նաև վախեր են արտահայտվում։ Ինձ թվում է, այո։ Չգիտեմ, ես չեմ տեսնում այդ ազատությունը մարդու մեջ ու այդ համարձակությունը, բայց երևի թե դրանք պատճառներ ունեն, մենք պատճառների մասին կարող ենք մի քիչ հետո էլ խոսենք, առաջիկայում նաև պատճառներ, որովհետև այս դեպքում դրանք ավելի հետաքրքիր են։ Որովհետև այդ միանշանակ չի դա, էլի, հենց այնպես տեղը դա չի լինում։ Ինչ որ պատճառներ կան, որ դա տեղի չի ունենում, իսկ դա շատ կարևոր է։ Ես այդ կարծիքը ունեմ։ Խնդրեմ։ Շարունակելով վախերի թեման, այսպես ասած, ես մի քիչ կգնայի ավելին եւ դրան կանվանեի կոմպլեքսներ։ Կոմպլեքսներ, որտեղ անկախությունը նաեւ ենթադրում է պատասխանատվություն, դա ենթադրում է տեսլական ունենալ, թե ինչպիսի երկիր ես ուզում կառուցել անկախության շրջանում եւ դա բացակայությունը շատ լավ արտացոլվում է, այսպես ասած, mainstream ճարտարապետության մեջ, որ մենք տեսնում ենք, որ հենց որ հղումներ են տալի ինչ-որ կեղծ ազգային ճարտարապետության, մակերեսային, այսպես ասած, մոտեցումների դեպի տեղական ազգային, այսպես ասած, լուծումներին։ Ինչու կեղծ ազգային, ինչ եք հասկանում դրա տակ։ Կեղծ ասելով, այսինքն այն ռեֆերանսները, որ տրվում են դեպի այսպես կոչված թամանյանական ճարտարապետությունը կամ ազգային ճարտարապետությունը, այն որ այսպես ասած միջնադարյան այդ հայկական ճարտարապետության նորից եմ ասում պրիմիտիվ արտատպումներ ենք մենք տեսնում շենքերի վրա, շենքերում եւ նույնիսկ այն դեպքում որ նույնիսկ տարածության կազմակերպման հայկական մտածողությունը որ կարող է պրոյեկտը նույնիսկ դա չի լինում, այսինքն որը հենց ճարտարապետությունն է, այսինքն արտաքուստ այդ կոմպլեքսները արտադրում են այդ արտաքին այսպես ասած բանի վրա, արտաքին կեղևի վրա։ Իսկ ներսում տեղի ունենում են ինչ որ նաև պետության եւ հասարակության տարբեր ոլորտներ մենք տեսնում թույլ կառավարում եւ հանրային, այսպես ասած, ունեցվածքի փոշիացման գործընթաց։ Դա կարող է մենք տեսնում ենք հանրային տարածքների սեփականաշնորհման, ոչ խելամիտ օգտագործման, հանրային ունեցվածք, եթե համարենք նաև շենքի քաղաքի օդը, որը շենքերի բարձրությունն է եւ այլն, ես դրանք եւս նայում եմ այդ կոնտեքստում։ Այսինքն իդեոլոգիական առումով այդ պրիմիտիվությունը, որը քողարկվում է ազգային, այսպես ասած, ինչ որ ցանկությունների մեջ եւ իրականում այսպես կորզիչ քաղաքականությունը, որը նորից վերադառնում է այս երկուսի համադրմամբ ստանանք այն ինչ ունենք։
մենք մի շարք խնդիրներ այդ կարճ ժամանակահատվածում փորձեցինք բացահայտել։ Արժե կարծում եմ դրանց անդրադառնալ առանձին։ Դուք նշեցիք, որ ճարտարապետությունը արվեստ է։ Իհարկե։ Դրա այդ բոլորը կարծում եմ համաձայն են, եւ դուք նշեցիք, որ հիմնականում, այսինքն դա կերպարներ ստեղծող համենայն դեպս դա արվեստ է, բայց այդ արվեստով զբաղվելու համար գիտելիք է պետք։ Այսինքն ճարտարապետությունը շատ բազմաշերտ մասնագիտություն է եւ իրանով զբաղվելու համար դու պետք է ունես որոշակի գիտելիքներ, որովհետեւ կարողանաս իրականացնես կառուցես քո ճարտարապետությունը։ Այսինքն այդ դրանք իրար փոխկապակցված են։ Փոխկապակցված է նաև ի տարբերություն միգուցե արվեստի այլ ոլորտների, հասարակական, պետական, լայն իմաստով հասարակարգային, այսպես արվեստը, եթե ճիշտ է այդ ձևակերպումը, եւ դուք օգտագործեցիք տեսլական, այսինքն ինչ երկիր ենք մենք ուզում, ըստ դրա կամ ինչ երկիր ունենք, դա էլ երևում է ճարտարապետության մեջ։ Հիմա եթե ճարտարապետությունը պայմանականորեն ասած ընդունենք արվեստ է, արվեստագետը որոշում է ինչ տեսլական ենք մենք ուզում ունենալ։ Կարելի է ասեմ։ Խնդրեմ։ Ցանկացած ճանապարհ անցնելուց պետք է նպատակ ունենալ։ Այսինքն մենք պետք է ունենանք նպատակ որոշակի։ Ես ուզում եմ Սարհատի ասածը շարունակեմ։ Եթե մենք ունենում ենք նպատակ, այսինքն ինչ ձևի պետություն ենք կառուցում, ինչ ապագա ենք տեսնում մեր պետության մեջ, ըստ այնով էլ մենք արտահայտում ենք այդ ամենը մեր արվեստի ու ճարտարապետության միջոցով։ Հիմի մենք մի հատ ճանապարհի վրա ենք կանգնած, որով արժե զրկում ենք մեր ունեցածը։ Օրինակ, եթե մենք այդ պսևդո ազգային թեմաները բարձրացնում ենք եւ ընդհանրապես քողարկում ենք մեր ճարտարապետությունը կեղծ արժեքներով, մենք իրականության մեջ ավելի արժե զրկում ենք այն, ինչ որ արված էր նախորոք։ Օրինակ, անունը տնենք, ես համաձայն չեմ այդ տերմինի հետ, բայց որ բոլորը ընդունում են թամանյանական ճարտարապետությունը կամ ասենք սովետական ռենեսանսի ճարտարապետությունը։ Մենք անընդհատ փորձում ենք այդ ամենը վերարտադրելով, մենք չենք լավացնում մեր վիճակը։ Մենք հակառակը արժե զրկում ենք այն, ինչ որ ստեղծվել է, որովհետեւ մենք անընդհատ կրկնում ենք իրան, ընդ որում կրկնում ենք վատ ձևի։ Մեր պրոֆեսիոնալիզմն է պակասել դրանից, մենք վարժ չենք եւ արհեստավարժ չենք կրկնում այդ ամենը։ Իսկ անընդհատ կրկնողությունը մեզ առաջ չի տանում։ Իսկ ինչի ենք մենք կրկնում, որովհետեւ մենք նպատակ չունենք։ Մենք չենք կարողանում ստեղծել այն, ինչ որ ժամանակն է մեզ ասում։ Իսկ ինչի չենք կարողով, մենք դժվար ենք ինտեգրվում աշխարհին երևի։ Մենք քիչ ենք նախագծում, քիչ ենք մասնակցում, քիչ ենք գնում, քիչ ենք տեսնում, ամեն ինչը քիչ է։ Այսինքն դա մի հատ շերտ է, ոչ թե շերտ է, այլ բազմակլուխ մի հատ էություն է, որ չի կարա մի գլուխը լավը լինի, մյուսները վատը։ Ինքը պետք է համատարած զարգանա, նպատակով զարգանա։ Եթե մենք այդ նպատակը տեսնենք մեր առաջ, մենք վստահ կունենանք այն, ինչ որ ուզում ենք ունենանք։ Դուք երբ բազմագլուխ ասում եք, բոլորս միանգամից հրեշ ենք, չէ՞, պատկերացնում։ Մոտավորապես այդպես է պատկերացրել եք, բժշկություն, բանակ, կրթություն, ամեն ինչը, դա ամեն ինչը չի կարող մեկը շատ զարգանա, մեկը մի քիչ։ Մենք այսօր կառուցում ենք ու տեսնում ենք այն, ինչի մեջ որ մենք ապրում ենք։ Օրինակ, մենք տեսնում ենք շատ անձնավորված բաներ, անգամ մեր ճարտարապետությունն է անձնավորված։ Օրինակ, Երևանը պերիմետրալ կառուցապատվող քաղաք էր եւ ուներ պերիմետրալ կառուցապատում։ Ինչ է նշանակում պերիմետրալ պարագծով։ Ինք ուներ ներքին բագեր։ Նույն այդպես մտահղացումն էր Երևանի։ Անկամ այդ պարագծի մեջ, եթե այսօր ծնվում են շենքեր, իրանք իրենց կենտրոնախույզ առանցքով շեշտում են իրենց եսը։ Դա այդքան ճիշտ չի, դա կոնտեքստից դուրս է քաղաքի։ Այսինքն մենք անգամ այդ բանն ենք կորցրել, այդ երագն ենք կորցրել, չենք կարողանում իրան գտնենք։ Քաղաքաշինական իմաստով միգուցե կոնտեքստից դուրս է, բայց փաստորեն այն վախերի, բարդույթների, այսինքն բուն դրդապատճառների իմաստով միգուցե հենց այդ է խնդիրը, որտեղ անկախությունը տալիս է նաև սեփականության իրավունքի իրացման հնարավորություն։ Դա լավագույն կողմերից է անկախության։ Հիմա մեր սեփականության իրավունքի իրացման գործընթացում ի՞նչն է արտահայտվում։
Ես մի հատ վերադառնալով ճարտարապետության արվեստ լինելու հետ, որտեղ ես նենց դեմքի արտադրությամբ կարծես թե փոձեցի բան անհամաձայնությունս հայտնել եւ հնարավորություն ենք ընձեռում բացատրել։ Ինձ համար իմ այն տեսակետից, որ ես հանդես եմ գալի եւ դիտարկում ճարտարապետությունը սոցիալական գիտություն է, ոնց որ դուք ասեցիք, եւ ինքը իր ապա արվեստականացումը նպաստելու է այս ինչ որ կերպ նպաստելու է այս բոլոր խնդիրների լուծմանը, որտեվ հենց որ դու իրան դիտարկում ես որպես գիտություն, ինքը սկսում է ավելի շատ ենթարկվել ինչ որ օրինաչափությունների օրենքների, որ արվեստի դեպքում ավելի պակաս ունես այդ հնարավորությունը, որը վերջիվերջո կարող է նպաստի այդ այսպես ասած տեսլականի ձևավորմանը, որովհետև հետ անկախության շրջանում փաստորեն այսպես ասած սոցիալական ճարտարապետության կամ սոցիալական կոնստրուկտի բացակայության պատճառով նաև ունենք մենք հասարակության մեջ տարբեր խնդիրներ եւ դրա համար իմ կարծիքով ճարտարապետության դիտարկումը սոցիալական հարթության մեջ այսօր շատ ավելի արտիական է, քան թե իրան դիտարկել այսպես ասած արվեստաբանական, այսպես ասած մակարդակով։ Ինչ վերաբերում երբ ասվում է ճարտարապետությունը արվեստ է կամ այսպես արվեստի արտահայտություն է ճարտարապետական գործը, դա չի առանձնացվում սոցիալիստական արվեստի այն իմաստով, որ այդ ժամանակաշրջանի այսպես էսթետիկական եւ ոչ միայն էսթետիկական, նաեւ սոցիալական մտածողության ու կազմակերպման, մտքի կազմակերպման արտահայտությունը այդ ձևով։ Այո, բայց դա նաև հնարավորություն է տալի էսթետիկան ավելի առաջ բերել մնացած խնդիրներից։ Այո, այդպես հաճախ լինում է։ Որը ունի իր ռիսկերը, այսպես ասած։ Եվ կա, այսպես ասած, այն ակադեմիական կրթությունը, որ մենք բոլորը ստացել ենք ճարտարապետություն, արվեստի եւ ինժեներիայի ճարտարագիտության խառնուրդը եւ այլն, բայց այն տենդենսները, որ մենք տեսնում ենք վերջի 20 տարիների ընթացքում, դրանց վրա մեկ այլ շերտ է ավելանում, որը այսպես ասած միջավայրային կամ ավելի ճիշտ ես ասում սոցիալական շերտն ավելանում, որոնք էականորեն փոխում են մասնագիտության դերը։ Այն էֆեկտները, որ թողնում են ճարտարապետական մեծ կամ փոքր նախաձեռնությունները, որոնք ամբողջ մի սոցիալական այսպես ասած հիերարխիա են վերադասավորում, իմ կարծիքով հենց դրանով փոխվել է դիրքը։ Եվ այն մանիպուլյացիաները, որ մենք կարող ենք լսել ինչի շնորհիվ տեղի ունեն մեզ ամեն ինչը մեր իրականությունում, իրանք գրեթե բոլորը հղում են տալի այսպես ասած ճարտարապետի արվեստայնությանը ստորադասելով մնացածը։ Եվ դրա համար միգուցե ինչ-որ մտեղ չափից ավելի սոցիալական ֆակտորների կարևորումը իմ կարծիքով ներկա պահին հայկական իրականության համար շատ ավելի կարևոր է։ Իհարկե համաձայն եմ, որ կարող է հղում է արվում այսպես արվեստայնությանը, բայց շատ է խոսվում այն մասին, որ անկախության շրջանում, այսինքն հասարակարգի փոփոխության հետ շատ կարևոր մի հանգամանք է փոխվել, դա պատվիրատուի հանգամանքն է, որ շատ սոցիալական երևույթ է արվեստայնության հետ քիչ կապ ունեցող։ Հիմա եթե դուք էլ անընդհատ ձեր խոսքում նշում եք տեսլականը, հիմա եթե խորհրդային Հայաստանի ճարտարապետության քաղաքաշինության տեսլականը հասկանալի պատճառներով, բայց համենայն դեպս որոշակիորեն կար մի կառույց ինստանցիա, որ որոշում էր անկախ սուվերեն պետության մեջ դա սկսում է որոշել կարծես թե պատվիրատուն։ Եվ այստեղ հարց է առաջանում, ով է պատվիրատուն։ Կա այդպիսի բան, անշուշտ։ Իր էսթետիկայով նաև։ Այո։ Ես համաձայն եմ, իհարկե, հասարակությունը ուզի թե չուզի ճարտարապետությունը սպառում է, այսինքն ինքը կամա թե ագամա դրա մեջ է ապրում, այդ միջավայրի մեջ, որը ստեղծում է ճարտարապետությունը եւ քաղաքաշինորեն այդ ամեն ինչը դրսևորվում է հասարակության մեջ եւ ինքը սպառում է այդ բանը։ Ինքը չի կարող, այո, ինքը չի կարող զերծ մնալ։ Շատ հաճախ ճիշտ է, ես համաձայն եմ այդ ամեն ինչի հետ, եթե այդ տեսանկյունից նայենք, մեկ անգամ հասարակությունը պատրաստ չի լինում դա ընդունելու եւ ընկալելու, դրա պատվերը չի լինում, սոցիալական պատվերը։ Այսինքն երևի թե հասարակությունը մի քիչ պետք է ավելի կրթված ու ավելի բարձր լինի, պետք է աշխատել այդ ուղղությամբ, որովհետեւ մատուցել ու ցույց տալ։ Ոչ թե պսևդո ազգային արժեքների վրա այդ ամեն ինչը կառուցել։ Դրա համար դա շատ կարևոր հանգամանք է։ Իսկ ինչ վերաբերում է պատվիրատուին ու անկախության եւ սովետական Հայաստանի ճարտարապետության, ես պետք է ասեմ, հիմա ավելի բարդ է ստեղծագործել, քան սովետական Հայաստանում, որովհետեւ այս ծնվել են մի հասարակության շերտ, որոնց անունը մենք տնենք նոր բուրժուաներ, որոնք այսօր
ունեն դրամ եւ ունեն լծակներ եւ իրանք կարող են թելադրել, ասել քո սխալը որն է, ես գիտեմ ճիշտը եւ կարող եմ թելադրել այս ճարտարապետությունը, բայց դա չի նշանակում, որ դու պիտի դառնաս, ես չեմ ուզում վատ բանով ասեմ, արհեստավոր, այսինքն միայն կատարող։ Դու պիտի այդ ճարտարապետը այսօր այդ ավելնորդ խաղը պիտի տանի, այսինքն ինքը պիտի հասարակության տրամադրությունը զգա, պատվիրատուին փորձի տնել այն ուղու վրա, որը կդառնա, դա շատ դժվար խաղ է։ Պատվիրատուի կրթության հարցն էլ է մնում։ Այսինքն խնդիրը այստեղ շատ հաճախ դրվում է գեղեցիկի վրա, բայց դա գեղեցիկը կատեգորիա չի, որով մենք նախագծում ու կառուցում ենք։ Դա չկա այդպիսի բան։ Այնուհանդերձ, եթե խոսում ենք քաղաքի ճարտարապետության մասին, չենք կարող ամեն ինչ գցել անհատի վրա պատվիրատու, այսինքն պատվիրատուն էլ ենթակա է ինչ որ կամ պատվիրատուի պատվիրած նախագիծն էլ բնականաբար պիտի ենթարկվի ինչ որ ստանդարտի, որը արդեն սահմանում է ոչ սուբյեկտը, սահմանում է այնուհանդերձ պետությունը եւ այդ կանաչ լույսը վառում է վերջում միևնույն է պետությունը, այո կամ ոչը նրանն է։ Այս դեպքում ինչ է պատկերացնում այսօրվա պետությունը քաղաքի կառուցման, հարդարման եւ կազմակերպման տարածքի եւ էսթետիկայի իմաստով։ Միգուցե նա էլ է լսում պատվիրատուին։ Տեսեք, մենք այս մեր այսպես խաղում ունենք 4 խաղացողներ։ Դա մեկը պատվիրատուն է, մյուսը պետություն կամ այսպես ասած իշխանությունն է, կարող է տեղական եւ այլն, մյուսը կառավարման համակարգն է, իշխանությունն է, մյուսը ուրեմն դա ճարտարապետն է եւ երրորդը բնակիչն է, սպառողն է։ Խորհրդային տարին երկուսն էին։ Պատվիրատուն էլ, իշխանությունն էլ, ճարտարապետն մոտապես նույնն են։ Ճարտարապետը հանդես է գալիս որպես պատվիրատու։ Եթե քաղաքական իշխանությունը ասում է, որ դու պետք է X քառակուսի մետրի վրա X գումարից ավելի փող չծախսես, ապա դա մինիմիզացում է դա մեր տիպարային կառուցապատում, հենց որ թույլ են տալի ազատություն, տեղի ունեն ազատությունը։ Հիմա ունենք 4 այսպես ասած խաղացող։ Եվ այստեղ շատ միշտ հեշտ է ասել, որ հասարակության եւ այլն կրթվածության կամ պատվիրատուների եւ այլն, բայց ով պետքա ձևավորի այդ համընդհանուր պատվերը հասարակությանը եւ հասարակությունից գնավերև դեպի պատվիրատու եւ այլն։ Իմ կարծիքով այդ դերը ճարտարապետներինն է։ Այսինքն ճարտարապետներն են, ովքեր պետքա գան համաձայնության, կոնսենսուսի, գոնե ինչ որ արումով իրենց մեջ տեսլականի եւ խաղի կանոնների համար եւ կարողանան մնացածին, այսպես ասած, պատվիրակել պատվեր տալու մշակույթը։ Այսօր մենք ինչ ունենք։ Մենք այսօր ունենք պատվիրատու, որը տեսել է այն, ինչ տեսել է եւ լսել է այն, որ Երևանում կա մի հատ ճարտարապետություն, որ ստեղծում են 4-5 հոգի եւ դա ընդունենք պարմանականորեն համանյանական ճարտարապետություն, ունենք պետություն, որի մեջ պատվերը ձևակերպում է փողը եւ չինովնիկ ճարտարապետները, ովքեր այս ճարտարապետների խմբի ինչ որով թշնամիներն են, եւ ունենք ճարտարապետը, որ անպաշտպան է այս համակարգում, եւ ունենք բնակիչ, որը կամ փող չունի, կամ սպառում է այդ ամեն ինչը։ Եվ այդ դեպքում չկա, այսպես ասած, այն խաղի կանոններ, որ պիտի այսպես ասած սինխրոնիզացվի կամ սիներգիա ստեղծի այս ամեն ինչի մեջ։ Եվ ընթացվում է այն ինչ որ ստացվում է։ Հավի ձևի պատմությունը չի այստեղ շատ հստակ է։ Ճարտարապետները պետքա ստեղծեն իրենց մեջ խաղի կանոնները։ Գործնականում դա հնարավոր է։ Ամբողջ աշխարհը դարել է տարիներով, նույն դարերով։ Կարելի է տվյալ օրինակներ։ Ճարտարապետը ստեղծում է պատվիրատուի պատվերով, ստեղծում է մի հատ նախագիծ, եւ հետո պատվիրատուն ուզում է փոխի։ Ասում է, գիտես, ես ուզում եմ սենց անել, եւ ճարտարապետը հենց որ անհամաձայնությունն է հայտնում, եւ Հայաստանի օրենսդրությունը, եւ եղած բարքերը չեն պաշտպանում ճարտարապետի նախնական գաղափարը։ Կամ հենց որ ճարտարապետը գծում է 8 հարկանի շենք, հետո մի հատ ուրիշ չինովնիկ ճարտարապետ պատվիրատուն ասում է, որ ինձ այս պայմանների դեպքում ես քեզ 2 հարկ ավել թույլտվություն կտամ, այդ ճարտարապետը, ով ի սկզբանե գաղափարել է, ինքը մեղք չունի, արդեն իսկ ինքը անպաշտպան է։ Այսինքն ճարտարապետները իրենք չեն պաշտպանում եւ պաշտպանված չեն օրենքով։ Եվ դրա համար երկու ձև կա, կամ վերևից, այսպես ասած, կանոնակարգվում է այդ ամեն ինչը, որ այս ավելի շատ մոտիկ ավտորիտար համակարգերին, այսօր պետությունը ուժեղ դրա լինում, կամ ճարտարապետներին ասում են ազատ շուկայի բան, գնացեք ինքներդ ստեղծեք խաղի կանոնները։ Եկեք մեզ ասեք որոնք են այդ խաղի կանոնները, եւ մենք այդ համաձայն այդ խաղի կանոններով կգնանք այս քայլերը կանենք։ Միևնույն ժամանակ ճարտարապետներին տալով այն հնարավորությունների գործիքները մնացածին, այսպես ասած, ներկայացնելու այդ խաղի կանոնները։ Որտեվ այսօր օրինակ եմայ Հայաստանում համայնքների մեծ մասում չկան գլխավոր ճարտարապետ հասկացությունը, չնայած ես ինքս առանձին նաև խնդիր ունեմ դրա հետ։ Եվ այսօր
բոլոր տեսակի քաղաքաշինական որոշումները, առանց բացում բոլոր սուբյեկտիվ որոշումներ են։ Այո, դա շատ կարևոր է։ Որևէ տրամաբանություն չկա, որտեղ ինչ կարելի է կառուցել, որտեղ ինչ չի կարելի անել։ Եվ այդ պայմաններում մենք ուզում ենք, որ ճարտարապետը անի լավ նախագիծ հասարակության եւ պատվիրատուի համար։ Ես ասելով փորձում եմ այսպես ասած արդարացնել ճարտարապետին, բայց մեղավորը միևնույն ճարտարապետներն են, որպես ամբողջություն, որպես հանրույթ, որը դեռևս չի ձևավորվել։ Համաձայն եմ, ճիշտ է, Սարհատը ճիշտ է ասում։ Ամեն ինչը որոշվում է միանձնյա, այսինքն առանց հետազոտման, առանց տրամաբանության, իսկ իրականության մեջ անշուշտ կան գլխավոր հատակագծեր, մանրամասն հատակագծման սխեմաներ, որոնք քաղաքաշինության համար դրանք ավետարան են։ Տեղից պիտի բխի ամեն ինչը։ Այսինքն այնպես պիտի չլինի, որ մեկը նստած որոշի, որ այսօր ես վերակառուցում եմ օրինակ այս հրաբարակը։ Արեք, անենք սա։ Դա տրամաբանության մեջ չի։ Այդ միանձնյա եւ սուբյեկտիվ որոշումները աղաղաղում են այս ամեն ինչը, ու դրա համար մենք չունենք, այն ինչ որ պիտի ունենանք։ Կարծում եմ մենք բավականին ուշացել ենք արդեն 25 տարի է անցել, ու եթե մենք շարունակենք այս նույն ձևի, մեր վիճակը չի լավանա, ու մենք ոչինչ չենք ունենա։ Մեր էլի հավաքական կերպարը չի լինի մեր արդիական ժամանակվա արվեստն ու ճարտարապետությունը։ Մենք այսօր չենք կարողանում ներկայացնել մեզ, որովհետև մենք չգիտենք դա ոնց անենք, չգիտենք այդ օրենքը, չունենք դաշտը, չգիտենք համակարգը ինչպիսին է, պատճառները դրա մեջ են։ Անկախության իրացում թեմայի շրջանակում շարունակում ենք զրուցել ճարտարապետության եւ քաղաքաշինության հետ կապված խնդիրների մասին։ Տաղավարում մեզ հետ են ճարտարապետ Գարեգին Եղոյանը եւ ճարտարապետ քաղաքաշինարար Սարհատ Պետրոսյանը։ Ճարտարապետությունը մենք ասացինք, որ արդեն իսկ ինչ որ հավաքական կերպար է ինքը, կերպար է ստեղծում, քաղաքի կերպար, ժամանակաշրջանի կերպար, մտածողության կերպար եւ այլն։ Միևնույն ժամանակ ճարտարապետությունը կարծես նաև տեքստ է պարունակում եւ ի տարբերություն արվեստի այլ ոլորտների կամ մարդկային գործունեության ճարտարապետության գիրը տեքստը շատ այսպես հիմնավոր է գրվում, իսկ դժվար է շատ ստեղծել, հետո ջնջել եւ ջնջելուց հետո էլ դժվար է վերադառնում դա։ Մեկ բառով ճարտարապետները ընդհանրապես դա անվանում են ենթադրենք պատմական շերտ քաղաքի կամ միջավայրի որևէ բնակավայրի եւ պատմական շերտի նկատմամբ վերաբերմունքը ձեր կարծիքով մեր արդյոք adekvat է ժամանակաշրջանին, որտեղ բոլոր ժամանակաշրջաններում էլ պատմական որևէ շերտ վերածվում է կամ կորցվում է, որպեսզի բնականաբար նոր շերտ առաջանա։ Հիմա մենք ուր ենք գնացել այդ հարցում, ուր ենք հասել եւ որքանով է գիտակցված դա։ Գիտեք, չէ, այտենց չի, որ մեկ շերտը պիտի կորի, որ մյուսը կա։ Ես համաձայն չեմ դրա հետ։ Ընդհանրապես քաղաքը, եթե քաղաքը ստեղծվում է ժամանակի ընթացքում եւ մշակութային շերտերի կուտակում է դա, շերտ առ շերտ։ Ամեն ինչ հնարավոր չէ պահպանել։ Չէ, գիտեք, հնարավոր չէ պահպանել, բայց այդ նմուշները, արտեֆակտները մշակութային շերտի մեջ իրանք քաղաքի մեջ ակնառու են։ Քաղաքը կարելի է կարդալ։ Այսինքն քայլելով փողոցով դուք կարող ես կարդալ քաղաքը։ 1920 թիվ կոնստրուկտիվիզմ, սովետական ռենեսանս, չգիտեմ, 18-րդ դարի սկիզբ դուք կարդում ես այդ քաղաքը։ Դրանք բոլորը մշակութային շերտեր են։ Եվ այդ մշակութային շերտերի շատ լինելն է, որ միջավայրն է հարստացնում եւ քաղաքին տալիս որոշակի հմայք։ Մենք կարծես շատ լավ չենք վերաբերվում այդ շերտերին, չգիտեմ ինչի, մեզ թվում է որ ինքը արժեքավոր չի, բայց չէ, դրանք այն են ինչ որ կան։ Մենք այդպես ենք ապրել, մեր քաղաքը եղել է այդպեսին, ու ես գտնում եմ որ մենք adekvat չենք վերաբերվում նրան, ինչին որ պետք է վերաբերվենք լավ։ Մենք որոշակի մշակութային շերտեր իսպար կորցրել ենք արդեն, մնացել է հատուկ են նմուշներ։ Դա շատ ցավալի փաստ է։ Ու այդ շերտերն ինչքան շատ, ինքը ես էլի կրկնվեմ, կարգանդակի նման է, ինչքան ինքը շատ է, այդքան համով է այդ կարգանդակը, իսկ ինչքան այդ շերտերը քիչ են, ինքը միատար ու միապաղաղ է, միջավայրը աղքատ է դառնում։ Դրա համար կարծես քաղաքում ես որ մի քիչ առաջ ասեցի կարելի է կարդալ այդ քաղաքը, կարծես ինքը գիրք է, որի մեջից էջեր կան պոկված եւ դուք բովանդակություն իր մինչեւ վերջ չեք հասկանում։ Ես այդպես եմ, այդ փորձեմ այդ
այդ մետաֆորան օգտագործեմ։ Սա մի շատ հետաքրքիր բան կա, հենց որ էջերը փոխվում են։ Դա լավագույն նմուշներից մեկը Գյումրիի գլխավոր հրապարակն է, որի մեջ հենց Գարիկի հեղինակությամբ անկախության շրջանի այն հազվագյուտ, այսպես ասած, արժեքավոր ձեռքբերումներից մեկն է, Գարիկի նախագծած զիգզագի շենքը, որ այդտեղ կա, բայց ես ուզում եմ խոսամ Գյումրիի քաղաքապետարանի մասին, որը 20-ական թվականներին, այսպես ասած, մոդեռնիզմի, կոնստրուկտիվիստական շենքի մասին, որը նախկին շենքը, որ երկար թեթևակի վնասվեց եւ վերակառուցման արդյունքում վերջի 10 տարվա ընթացքում ինքը դարձավ ինչ-որ մի հատ խորհրդային նեոկլասիցիստական ինչ-որ մի հատ կառույց, միջին կարգի մի կառույց, ներմուծված Նոյեմբերյանի Ֆելձիտովի ենթադրում եմ, որ Գյումրիում առհասարակ գոյություն չունի։ Այսինքն հենց որ ուզես կարդալ, այսպես ասած, Գյումրիի հրապարակը, դուք տեսես մի հատ էջ, որտեղ ճղված է եւ մեկ այլ ինչ որ մի բան ուրիշ գրքից դրված է եւ ասեմ նաեւ դրանք են, որ ցավալի են, այսինքն միայն կորուստները չի, այդ նենգա փոխումը եւս բավականին հետաքրքիր է։ Ես կամ տենց բազմաթիվ օրեր Շահումյանի հրապարակի վրա ինչ տեղի ունեցավ Սախարովի հրապարակում, հələ որ հրապարակների մասն եմ խոսում, փոստերի մասին չեմ խոսում, էլի, որոնք այսինքն բոլոր արժեքավոր կոմպլեքսներ այդ շերտեր ունեցած, մեկ էլ իրանք այսպես ասած ձևախեղվում են եւ ասես սուտը մտնում է իրանց մեջ կորցնելով այսպես ասած այն արժեքավոր որ այնտեղ կա։ Այսինքն միայն վերացման խնդիրը չի, ինձ թվում է որ շատ կարևոր է այս process-ում։ Հետաքրքիր թույլ տվեք գնահատական տալ, բայց համենայն դեպս անոմալիայի է նմանվում մեր վերաբերմունքը պատմականության անցյալի նկատմամբ։ Մի կողմից մենք այն ինչ որ իրականում արժեքավոր է եւ պատմական շերտը ինչպես դուք էլ հավաստում եք ջնջում ենք, մյուս կողմից այն ինչ որ ստեղծում ենք նմանակում է միևնույն է անցյալին։ Այսինքն, եթե ոչ կարող ենք անվանել այսպես հեղափոխական, ջնջում ենք նորից ենք կառուցում մեր մոլորակը, ոչ էլ կարող ենք անվանել գնահատող ժառանգությունը։ Ինչ է այս դեպքում կատարվում։ Եթե մենք իսկապես չենք գնահատում պատմական շերտերը, եթե ընդունենք, որ այդպես է, ինչի ենք այսօր վերարտադրում միջնադարյան ճարտարապետությունը այն էլ վատ ձևով։ Ինչ այսպես հոգեբանական կամ մտային խնդրի մասին է խոսում։ Հաղորդում հենց դրանից սկսեցինք, դա բարդույթ է, մենք վախենում ենք մեր անկախությունից։ Իրապես այդ վախերը կան եւ այդ բարդույթները կան, ասենք նույն Գյումրիի քաղաքապետարանը։ Գիտեք, անձնական ամբիցիաները մեկ-մեկ ղեկավարների, չինովնիկների շատ մեծ դեր են խաղում։ Այդ թելադրելը, իմանալը թե մի քիչ առաջ չեմ ուզում կրկնվեմ, բայց ուզում եմ ցենց փոքրիկ ակնարկով նորից այն սկզբին վերադառնամ։ Ամենաիմացությունը, այսինքն պատվանդանի վրա կանգնելը, եթե մարդը իր ազատությունը տեսնում է իր իշխանության մեջ, դա ցավալի ու շատ վտանգավոր բան է։ Եթե ինքն իշխանություն, ինքը ազատությունը դրա մեջ է տեսնում։ Ու շատ հաճախ այդ բարդույթները դրսևորվում են այդ ճարտարապետության մեջ։ Նույն Սարատի ասած չքնաղ այդ կառույցը 20-ական թվականների Գևորգ Քոչարի կողմից կառուցված քաղաքապետարանի շենքը, որը մենք փորձեցինք վերակառուցել մանրակերտով, մանրամասն նախագծով, ուղղակի ծալեցին դրեցին մի կողմ, որտեվ ինչ որ մարդիկ ամբիցիաներ ունեին իրանց անելու դրա մեջ։ Այդ վախերը տեղից են գալիս։ Եթե մի քիչ այսպես տեսականացնենք անկախության շրջանակում խնդիրը, անկախություն նաև ինչ որ իմաստով ինքնահաստատվելու հնարավորություն է։ Ինքնահաստատվելու եւ ինքնադրսևորվելու հնարավորություն է։ Փաստորեն մենք կարելի է ասել, որ ավելի շատ իշխանությամբ ենք ինքնահաստատվել կարելի է շատ տարբեր ձևերով, ինչպես նաև ինքնադրսևորվել։ Մենք իշխանության միջոցով ենք փորձում ինքնահաստատվել։ Միգուցե դա վերաբերում է եւ ճարտարապետին, եւ կառավարչին, ինչու՞ չէ նաեւ սպառողին։ Այս դեպքում մենք ինչ այսպես քաղաքաշինություն կունենանք։ Լավ, ճարտարապետությունը այդ իր արվեստային կողմերով դնենք մի կողմ։ Ի վերջո քաղաքաշինությունը, որտեղ մենք ապրում ենք, չէ՞, բոլորս էլ ապրում ենք, այդ չինովնիկն էլ է ապրում, ճարտարապետն էլ է ապրում, հասարակ սպառող բնակիչն էլ է ապրում։ Իսկ քաղաքաշինական ինչ խնդիր մենք կարող ենք ունենալ այս պարագայում։ Մենք հայերս ինձ թվում է այնց հայտնի ենք ինդիվիդուալիստ լինելով եւ ինչ որ եթե չկան այսպես ասած խաղի կանոնները, ապա յուրաքանչյուրը յուրովի իշխանավոր թե պատվիրատու թե բնակիչ իր ինդիվիդուալիզմը դրսևորում է։
եւ չկա որևէ լծակ դրա դեմն առնելու եւ այստեղ նաեւ կան այլ խնդիրներ, որ մենք լինելով ավելի շատ ինդիվիդուալիստների հասարակություն թեթև ասիական բարքերով միանգամից մտած այսպես ասած ինչ-որ խորհրդային տարիների ինչ-որ առումով շատ ավելի մի քիչ այլ այսպես ասած շրջանակների մեջ օրինակի համար հենց մի քիչ ազատություն եղավ սկսեց հասարակության այդ յուրաքանչյուրի դրսևորումները արտահայտել եւ դա օրինակը շատ լավ եւ այնպես չէ որ դա անկախությունից հետո սկսեց արդեն 80-ական 70-ականներին հենց որ մի քիչ վիճակը բացվեց մենք տեսանք որ շենքերի բակերում ինչ տեղի ունեցավ իսկ հենց որ ընդհանրապես խորհրդային կարգի հաստատումից հետո հենց որ եկավ ազատությունը ցոփ ու շվայտ կյանք վարելու այսպես ասած դա արդեն դուրս եկավ բոլոր այսպես ասած հարթություններ եւ մենք տեսանք ինչ որ լինում է ինչ որ մենք ներկայացինք Վենդիկի բիենալեում որ ինչպես կարող օրինակ 4-ական շենքի վրա 3 հատ ավելացվի թքած ունենալով այսպես ասած հանրային սեփականություն հանդիսացող շենքի ֆասադի հետ որովհետեւ շենքի ֆասադը դա քոնը չի շենքի բնակային ներսը դա քոնն է ինչ ուզում ես կարող ես անես միշտ որ չի փլվում տունդ ներքևի հայվանի եւ քո գլխին բայց հենց որ դու գալիս ես արդեն հանրային ունեցվածքի մակարդակով դա մայթ բակ տանիք եւ ճակատ արդեն այդ ժամանակ պետքա դու ասես մտնես շատ խիստ շրջանակներ ու չունենաս այդ ազատությունը բայց փոքր ցույց տես ու մենք ունենք այդ ազատությունը այսինքն մենք անձնային սեփականության զգացում ունենք հանրային սեփականության զգացում չունենք եւ իմ կարծիքով ափսոս է այն հնարավորությունը որ մենք ունեինք ամբողջ սոցիալական բնակֆոնդը որ սեփականաշնորհվեց առանց ունենալու նույն տեսլականը որ ինչ ա լինելու այդ սեփականաշնորհման արդյունքում չսեփականաշնորհված տարածքների հետ դրանք են բակերը, շքամուտքերը, նկուղները եւ տանիքները եղավ մի հատ հսկայական բոլորս դարձանք սեփականատեր չպատկերացնելով որ սեփականությունը նաեւ ոնց որ այն ժամկետով նաեւ պատասխանատվություն է դու չես կարող լինես բնականին սեփականատեր չմտածելով շքամուտքի, տանիքի, նկուղի եւ բակի մասին եւ եղավ այն ինչ եղավ մտածելը մտածում են հենց դա մտածում են որ դա իրենցն է եւ ինչ կուզեն կարող են անել չէ բայց շատ դեպքերով չեն մտածում հենց ուղղակի չեն մտածում որ ասենք իրենցը բնակարան է բայց ճակատը իրենցը չի մայթը իրենցը չի փողոցը իրենցը չի փողոցը մերն է այսինքն հասարակության մեջ ապրելու շնորհք եւ կանոն է պետք դա շնորհք եւ կանոն դա կարեւոր բան է ասինքն եթե մենք ապրում ենք ինչ որ համայնքում եւ հասարակության մեջ մենք հարաբերվում ենք որոշակի կանոններ կան հասարակության մեջ ապրելու մեկը մեկին հարգում է բարևում ասում ասես տեսություն մի խոսքով այդ բոլոր դրսևորումները հասարակության մեջ ապրելու նաև դի վերաբերվի ամբողջ քաղաքին որովհետև դա մենք ենք այդ քաղաքի մեջ ապրում այստեղ քաղաքացի հասկացողությունն էլ է սկսում արթնանալ որովհետև քաղաքացի լինելը դա հեշտ բան չի քաղաքացի լինելը նշանակում է կրել այդ պատասխանատվությունը իր միջավայրի հանդեպ մեզ թվում է որ ամեն ինչ կարելի է եւ անկախությունը միշտ չի որ ամենաթողությունն է անկախությունը հակառակը ինքը լուրջ կանոններով ապրելու ընդունակությունը մենք անընդհատ երբ խոսում ենք քաղաքաշինության ճարտարապետության մասին հետաքրքիր է որ հիմնականում խոսում ենք մայրաքաղաքի մասին տպավորություն է ստեղծվում, որ մնացած տարածքները բնակավայրեր են, որտեղ պարզապես մարդիկ են ապրում։ Դա իր մտածողության, իսկ այսպես երբ մենք պլանավորում ենք կամ պատկերացնում ենք, որ պիտի մարդիկ բնակվեն քաղաքային համայնքներում կամ գյուղական համայնքներում, մեր մտքերը, մտահոգությունները ինչու Երևանից դուրս չեն գալիս։ Մենք փորձում ենք դրսում էլ այդ ամեն ինչը տեսնել ու անել։ Դրսում ի նկատի ունեմ, ասենք, Վանաձոր, Գյումրի, Արթիկ, մյուս քաղաքներ, որտեղ որ կա մի բան էլ ասեմ, շատ պարադոքսալ մի բան է, որը շատ հաճախ փրկում է այդ քաղաքներին, երկրորդ, երրորդ, հինգերորդ քաղաքներին միջոցների սուղությունն է։ Գիտեք, դա մեր չեմ ասում մեր բախտն է բերե, ուղղակի դասավորվել է այդպես, որ այնտեղ դեռ քիչ են այդ բաները ինչ որ պիտի տեղի ունենային։ Ուզում եք ասեք անճաշակ հարուստներ քիչ կան այդ քաղաքներում։ Չէ, ներդրողներ քիչ կան եւ այդ միջավայրը ավելի պահպանված է։ Քիչ կան։ Այդտենց չասենք անճաշակ հարուստներ, որովհետեւ ամեն մարդ իր ճաշակը կունենա, չասենք, բայց ներդրողներ կան քիչ եւ այդ միջավայրը քիչ շատից մնացել է այնպես ոնց որ պիտի մնար։ Հիմա եթե մենք հասցնենք եւ այդ ամեն ինչը գցենք կարգի եւ կանոնի, միգուցե եւ կկարողանանք
չփճացնել Իսկ ով պիտի գցի կարգ։ Մենք որ ասում ենք նկատի ունենք, այսինքն ճարտարապետների համայնքը, ճարտարապետական արվեստանոցը այսօր գործնականում հնարավորություն ունի խաղի կանոններ անելու այն ինչ որ անում էր ենթադրենք մի ամբողջ պետություն Չէ, արվեստանոցը չէ, ասարը տկասիլա։ Կամ համայնքը ճարտարապետների, որը բոլորը մասնավոր աշխատող մարդիկ են։ Իրանք համքարություն են, որտեվ այսինքն դա լավագույն մոդել այսօր փաստաբանների պալատի մոդելն է, որ աշխատում է, որ փաստաբանները միասին ստեղծել են մի հատ համքարություն, որտեղ իրանք որոշում են խաղի կանոնները։ Եվ իրանք ունեն իրենց ասելիքը երկրում իրավակարգի վերաբերյալ։ Բայց դա միևնույն է մեր դատա իրավական համակարգը շատ բաներով չի փոխում Չի փոխում, բայց դա միակ ճանապարհն է։ Այսինքն ճիշտ դրա համար այդ ռեֆորմները, որ դրսից այսպես ասած պարտադրվել են նորանկախ Հայաստանին, որ բնականաբար աշնարությունից է դատա իրավական համակարգը, որը դեռևս շատ երկար ճանապարհ ունի անցնելու, սա միակ ճանապարհն է, որովհետև համաշխարհային փորձին որևէ այլ օրինակ ծանոթ չի, որ ինչպես կարող միթե որ այն օրինակը, որ շատ այտենց հիմա ակտիվ կառուցող ճարտարապետները շատ սիրում են, բերում են այդտեղ ավտորիտար համակարգից ինչ որ օրինակներ են բերում, ովքեր նաև ավտորիտար համակարգի շենքեր են կառուցում Երևանի կենտրոնում, ու չես հավատում, որ դա 21-րդ դարում կառուցված շենք է, քեզ թվում է Ստալինյան ժամանակաշրջանի շենքեր են, այլ իրանք են սիրում են այդտեղ չէ Մուսոլինի, չգիտեմ ինչ այտենց ինչ որ դիկտատորների ժամանակների կառուցած շենքեր, որոնք ընդունեն այդ պսևդո, այսպես ասած, ազգային ճարտարապետության լավագույն դերասաններից մեկն է։ Ուրիշ ճանապարհ չկա, հավատացեք։ Բայց հիմա հաջորդ վտանգն է գալի։ Այն մոնոպոլիզացված վիճակը, որ կա ճարտարապետական նախագծման դաշտում, այն երիտասարդ սերունդը եւ այսօր գարիկի արվեստանոցը բազմաթիվ երիտասարդ գրասենյակների համար այսպես ասած օրինակելի նմուշ է։ Առաջանում են նոր երիտասարդական թիմեր, ովքեր մարզվում են այսպես ասած ներքին տարածության ձևավորման, այսինքն ինտերիերների դիզայնի համար։ Հաջորդ մարտահրավերը, որ ես կարծում եմ մի 10 տարի հետո գալիս է, ինտերիեր դիզայներները դուրս են գալու քաղաք։ Ու այդ ժամանակ լինելու կատաստրոֆան։ Այդ ժամանակ կլինի շատ բարդ։ Ես դրա մի քանի օրինակներ կարող եմ բերեմ IB դպրոցը կառուցված, կարող եմ բերեմ Բաղրամյան փողոցի վրա Կամոյի դպրոցի դիմացը մի հատ sense ինչ-որ շատ ժամանակակից շենք առաջացավ բան։ Հավելում առաջացավ մի հատ երկու պատիզյանի շենքի վրա, այսինքն սա հաջորդ մարտահրավերն է դնված։ Նույնիսկ մենք լավագույն դեպք գնանք խաղի կանոններ, բան կարողանանք այնց վիճակ ստեղծել, որ ստեղծվի խաղի կանոնները, բայց հետո գալու է հաջորդ մարտահրավերը եւ իմ կարծիքով արդեն ժամանակն է պատրաստվել այդ մի մարտահրավերին, որ կարծում եմ ավելի վատ չի լինելու, ավելի լավը չի լինելու, քան թե ինչ հիմա տեղի ունեն, կամ ավելի վատ չի լինելու, ինչ հիմա տեղի ունեն։ Իսկ հասկանալի է, որ վտանգը գնալով մեծանում։ Այո, իմ համար գոնե ես տեսնում եմ այդ վտանգը, այո։ Իսկ այդ դեպքում լուծումը ո՞րն է։ Ոչ թե ընդհանուր հասկացանք, որ այսպես համքարությունը պիտի նստի խաղի կանոններ որոշի նախ իր համար, հետո այդ խաղի կանոնները հնարավոր լինի մատուցել հասարակությանը մինչև կառավարման համակարգ եւ բոլորս ընդհանուր համաձայնության կան։ Դա երևի լավագույն ամենաներդաշնակ ձևն է։ Բայց քանի դեռ չկա գոնե այսպես ցանկություն կամ միգուցե առաջին քայլ դեպի այդ ուղղությամբ, ինչպես է հնարավոր կանխել գոնե վտանգները մեծացող, նվազագույնի հասցնել վտանգները։ Դուք շեշտեցիք, այդ համկարություն ստեղծելն է, օրենքներ ստեղծել, խաղի կանոններ, որ պետքա կառուցել այսպես, պետքա նախագծել այսպես եւ մատուցել այսպես։ Երկրորդ թիրախը դա կրթությունն է։ Պետք է անպայման կրթության մեջ նորամուծություններ մտցնել եւ փորձել ուրիշ ձևի կրթել ճարտարապետների սերունդը։ Երրորդ թիրախը դի հասարակությունը, հատկապես ճարտարապետական հասարակությունը լինի բաց։ Դա նշանակում է, որ ցանկացած աշխատանք, ցանկացած քաղաքաշինական ակցիա, խոշոր ինքը պետք է արվի անպայման մրցույթով, որովհետեւ բոլորը մասնակցեն եւ սկսեն աճել այդ process-ի մեջ։ Դրանք էքզերսիսներ են, վարժություններ են, որը ճարտարապետը պետք է անպայման անի։ Անկախ դրանից նախագիծը կհաստատվի, դա նշանակություն չունի։ Ստեղծագործական անպայման այդ ստեղծագործական process-ը միշտ գնա եւ ճարտարապետական եւ հասարակությունը պետք է դա տեսնի անընդհատ։ Այսինքն ցանկացած շենք կառուցելիս, ցանկացած խոշոր ինչ որ քայլ անելիս պետք է այդ պատվիրատուին էլ շատ ձեռնտու ունենալ բազմաթիվ ընդրություն ունենալ, հնարավորություն ունենալ ընտրելու լավագույնը։ Դա էլ ճարտարապետներին էլ է օգուտ։ Դա էլ թիրախներից երրորդն է, որը շատ կարևոր է։
որը մեր մոտ անշուշտ չի արվում։ Մեր մոտ տեղի չի ունենում այդ բաները, այսինքն կառուցվում է շենք առանց մրցույթի, որոշում է կայացվում առանց անձնավորված, շատ սուբյեկտիվ։ Դրանք կարևոր անգամանքներ են։ Ըստիս դա պետք է լինի։ Մոտապես Հայաստանի անկախության շրջանի հանրային կառավարման խնդիրները նույն արկա են նաև այս ոլորտում, բայց եթե մյուս ոլորտում դրանք երբեմն ուղղելի են, այս դեպքում արդեն ունենք այն վիճակը, որ այսինքն այն ժամանակ որ գաղափարը այստեղ իրականացնել դա, մինչև դա իրականացում ինքը պետք է անցնի ճանապարհ։ Եվ մենք ինքներս էլ ցանկացած որոշում կայացնենք, ինչքան շատ ժամանակ ենք ունենում, մտածել ինք ավելի կշրջատված են։ Այսինքն որոշումների ընդունման տրամաբանությունն է, որ պետքա լինի A-կետից մինչև B կետ անցնում, ինքը պետք է անցնի հղկումներ, կանոնակարգերի մեջով անցնի, որ տեղի չի ունենում, էլի մարդը որոշում է, սարքում է եւ շատ դեպքերում չենք խոսում դրա մասին, բայց շատ դեպքերում շենքը կառուցվում վերջանում է, նոր փաստաթղթեր սարքում են եւ օրինականացնում են շենքը եւ ես միշտ իմ գոլեգաներին դրսում ասում եմ, որ մենք Հայաստանում ունենք անօրինական շինարարության օրինականացման հանձնաժողով եւ դա այդ եմ ասում, մի հատ համակարգ է ստեղծված եւ համաշխարհային բանկի Doing Business-ի զեկույցների մեջ ամենաթույլ զարգացած ուղղություններից մեկը դա հենց ուրեմն քաղաքաշինության թույլտվությունների ստացման բանն է, որտեղ այսօր քաղաքաշինությունը համարվում է բավականին կոռումպացված համակարգ, որովհետև դա չի համարվել հանրության կողմից չի եղել պատվեր այդ ոլորտի, այսպես ասած, թափանցիկության բարձրացման հետ կապված եւ նաեւ չի եղել միջազգային կազմակերպություն, միջազգային կազմակերպություն անցավ մեդիա, մարդկային իրավունքներ եւ այլն, բայց մարդու ամենաֆունդամենտալ իրավունքներից մեկը որակյալ միջավայրում ապրելու շատ հաճախ այսպես ասած մոռացվել է, որը այլ լուծում չունի, բացի այսպես ասած այդ խաղի կանոնները, այդ խաղի կանոնների ամենաֆունդամենտալ բաներից մեկը գաղափարից մինչև իրականացում ինքը պետք է անցնի ճանապարհ։ Փաստորեն ժողովրդավարության բացակայությունը գրեթե ամենտեղ քննարկել ենք, բայց պարզվում է, որ պետք է քննարկենք նաև ճարտարապետության քաղաքաշինության։ Ամենաակնառուն երևում է։ Ուղղակի այս թե չէ այս համակարգը չի նախատեսում զարգացում, սա պետք է փոխվի։ Ինքը ուղղակի չի նախատեսում այդ բանը։ Այսինքն եթե մենք այդ չենք ստեղծել այդ հենարանը, որի վրա պետք է հենվենք եւ գնանք առաջ, ինքը չի նախատեսում զարգացում, ինքը նախատեսում է այս վիճակը ու վերջ։ Գլոյել, այսպես ասած, գնում է, ոնց ստացվի, ինչ-որ բան մեկը հարկալի կստացվի, մեկը վատ տենց ստացվում։ Նախագծում են ճարտարապետները, մեկը լավ, մեկը վատ, մեկը փորձում է ինչ-որ բաներ անի, մյուսը չի ստացվում, մեկը լիքը պատվերներ ունի, որովհետև ինքը կրկնում է դեպ թելադրանքը իր համար ոչ մի խնդիր չի, ու այտենց գնում է ամեն ինչ առաջ։ Կամ հանրապետության հրապարակի կողքը շենք են պայթացնում, բայց կառավարությունն ըստ տեղյակ չեն, որ շենք են պայթացնում, տպարել շենք։ Զարմանալի է։ Սարատի ասած օրինականացումն է։ Շենքը պայթում են, ասում են՝ «Վայ, պայթավ շենքը, ոնց կլինի»։ Ինչ լավ է, ոչ մեկին բան չպատահեց։ Հետո գնում ես քննարկման, ասում ես՝ «Սխալվեցինք եւ այս շենք ենք սարքում»։ Բան ասում են՝ «Լավ, ավտոկայանատեղին որտեղ է»։ 9 արկանի հյուրանցա, որտեղ նախատեսված, ասում ավտոկայանի նախատեսված չի։ 21-րդ դարում Երևանքի կենտրոնում, որտեղ կանգնած չունի։ Ավտոկայանի նախատեսված չի։ Եվ գնացեք նայեք Վերջի շրջանի բոլոր շենքերը։ Այսինքն սրանք մենք արդեն իշում ենք մեկ մակարդակն եկել, մենք հենց փորձում ենք այսպես ասած մետա մակարդակի վրա քննարկենք այս ամեն ինչը, բայց այս տարական բաներ կա։ Բերում ենք քաղաքի կենտրոնում 4 նախարարություն կենտրոնացնում ենք մի շենքում առանց կայունատեղի, օրինակի համար։ Ու խնդիրները այսպես ավելանում են իր վրա, թանգանում են դրանց լուծումները, որովհետև հենց որ նախարարությունները ծրված էին տարբեր տեղերում, այնտեղ ավելի լոկալ փոքր խնդիրներ են։ Բերում ենք հավաքում ենք օրինակ եմա կենտրոնում, հետո նոր խնդիրներ են առաջացնում ու հաջորդ եկող սերունդները տասնապատիկ ավելի շատ պետքա գումար ծախսեն եւ ռեսուրսներ ծախսեն։ Ավելին ասեմ, նույնիսկ պատվիրատուն ավելի սրդացավ է մեկ-մեկ եւ մեր օգտին չի, ասեմ ինչի մեր օգտին չի։ Ինքը ասում է այդ պայթեցած շենքի մասին։ Ինքը շատ պարզ ասեց ես Բոսնեցի քաղաքով տեսա, որ այդտեղ 16-17 հարկանի շենք չի կարելի կառուցել, որոշեցի 8։ Դա պատվիրատուն է։ Դուք ձեր մեր քաղաքը չունի ճարտարապետ, չունի խորհուրդ, որ այդ պատվիրատունը որոշում 9, 16 թե 8։ Մեզ համար շատ վատ ցուցանիշ է։ Դա ես մի քիչ չեմ էլ հասկանում, թե այսինքն եթե ինքն է որոշում այդ բա այդքան մարդ այդտեղ գալու գնա, ավտոբուսներ, մարդիկ կանգար, մեքենա, բայց ո՞նց է այդ ամեն ինչը արվելու։ Գիտեք, զարմանալի է այդ բանը, էլի։ Տպավորություն է, որ կարող է ինչ-որ մեկը մի օր որոշի մեր բնակարանը պայթեցնել, այսինքն քաղաքում չկա ճարտարապետ, չկա խորհուրդ քաղաքաշինական ճարտարապետների միություն, որ մարդը ինքն նայում ասում է, ես քաղաքով շրջեցի, տեսա, վայ, չէ, չի լինի 16, 8-ը, այսինքն ոչ մի ձայն չկա ճարտարապետների կողմից, զարմանալի է։ Մեզ մնում է հիշեցնել քաղաքացուն, որ
իր հիմնարար իրավունքների մեջ է մտնում նաև, ինչպես դուք ասացիք, որակյալ միջավայրում ապրելու իրավունքը եւ անկախության իրացումը նաև որակյալ միջավայրում ապրելու իրավունքի իրացումը։ Մենք ունենք դրա հնարավորությունը փաստորեն։ Շնորհակալ եմ այսօրվա զրույցի համար։ Գյորգ Ղազարյանակի տաղավարում անկախության իրացում թեման կշարունակվի։ Ամենայն բարիք։